Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Գաղտնի թղթապանակում այսօր շարունակելու ենք ներկայացնել հայ մեծագույն բանաստեղծ Պարույր Սևակի եւ ազգությամբ հրեա Սուլամիթա Ռուդնիկ Ֆրիդբերգի սիրո անավարտ սիրո պատմությունը։ Այսօր մենք կներկայացնենք Սևակյան դեռևս անտիպ գործեր, նամակներ, փաստեր, որոնց մասին տասնամյակներ շարունակ չի խոսվել։ Սևակի եւ Սուլամիթայի մեծ ու անավարտ սիրո պատմությունն այսօր գաղտնի թղթապանակում։ Ուշ աշուներ, Սևակը գրում է. «Ուստի մինչև իսկ սիրառատ հոգին նորից չի սիրում է կրկին։ Իսկ ընդամենը օրեր անց Սևակը շարունակում է մտքերը հանձնել թղթին։ Ծերանում ենք Պարույր Սևակ, ծերանում ենք սիրելիս։ Ծերանում ենք, սակայն կարծես դարձյալ խելքի չենք գալիս»։ Այս տողերը գրողը դեռևս 40 տարեկան Պարույր Սևակն էր, ով 1963-ի տարեվերջին լույս ընծայեց իր մարդը ափի մեջ ժողովածուն։ Բանաստեղծն այնքան էր հոգնել գրքի հետ կապված անվերջանալի իրարանցումից, որ նույնիսկ ի սրտե ուրախության համար սիրտ չէր մնացել։ Սևակը ժողովածուի առաջին օրինակներից մեկը մի կողմ էր դրել՝ Սուլայի համար։ Երբ փոստատանն առաքման համար գիրքը պետք է տար փաթեթավորման, տիտղոսաթերթի ազատ հատվածում գրեց այն հետևյալ խոսքերը, գրեց հայերեն. 28-12-րդ ամիս 1963 թվական։ Բոլոր խաչերը քեզ, դու իմ վերջինը թյուրիմացաբար եւ իմ միակը ճակատագրով։ Խաչերն այս անգամ ակնարկում էին այն բանաստեղծությունները, որոնք Սուլային էին նվիրված։ Սևականի բանաստեղծություն, որի մեջ ճակերտներ կան, եթե այդ Սուլամիթայի նամակները չլինեին, չենք էլ իմանա թե այդ ճակերտները որտեղից։ Սուլամիթան գրում է. «Գարունը անցավ, ամառը անցավ, աշունը անցավ, ձմեռը անցավ, չհանդիպեցինք, ուր է մեր եղանակը հանդիպման, այն 5-րդը, որը չի գալու»։ Պարույր Սևակը բանաստեղծություններից մեկով այս արտահայտությունը մեջ է բերել ու ճակերտներով։ Նրանք Սուլան եւ Պարույրը իրարից հեռու էին, շատ հեռու, եւ նրանց կապող միակ կամուրջը նամակագրությունն էր։ Ասվածը ավելի համոզիչ կլինի, եթե ընթերցենք մի հատված Սուլայի նամակից։ Ես այնքան շատ բաների եմ դիմացել, որքան եմ հիվանդացել, տանջվել, որպեսզի դիմանամ, որպեսզի նորից քեզ հետ այսօր այսպես ժպտամ։ Իսկ դու կանգնել ես իմ դիմաց, ոտքերդ հեռացրած, ձեռքերդ տարածած եւ համարյա լսելի շշնջում ես. Դե Սուլա, Սուլա ջան, դե եկ, ես սպասում եմ։ Իմ սեր, արկայծող խնդություն, ապրիր, գրիր, կախարդիր, ես սիրում եմ քեզ։ Սակայն Պարույրը չէր գալու ոչ ամռանը եւ ոչ էլ աշնանը։ Հանգստանալու նպատակով Սևակը Դիլիջանում էր։ Այստեղ պետք է ծնվեին սևակյան պոեզիայի անզուգական գոհարներից շատերը։ Տարիներ անց Սուլան իր գրառած հիշողություններում այդ օրերի հետ կապված պատմում է. «Ես երբեք չեմ եղել Դիլիջանում, բայց դու գրեցիր, հետո ասացիր, որ չգիտես ինչու շատ կենդանի, շոշափելի զգացել ես, որ ես պիտի լինեմ քո կողքին, եւ ամբողջ ժամանակ գաղտնաբար սպասել ես։ Հանկարծ կբացվի դուռը, ինչպես այն ժամանակ Մոսկվայում, երբ ես թռել էի իմ սեփական հեռագրից շուտ, ու որ Դիլիջանում շատ բանաստեղծություններ ես գրել ինձ համար, եւ մի քանիսը վերապատմեցիր։ Ու զարմացա, միթե դեռ կարելի է այդպես սիրել։ Ես Դիլիջանում չեմ եղել, բայց ինձ թվում է, թե եղել եմ»։ Երկարատև տարիներ տևող սիրո պատմությունը շատ ժամանակ ընդհատվում էր երկարատև բացակայություններով, Սևակը Երևանում էր, Սուլամիթան շարունակում էր Մոսկվայում մնալ կամ իր հայրենիքում, ու մենք պարտական ենք հենց այդ բացակայություններին, եթե չլինեին դրանք, չէր լինի նաև այդ նամակագրությունը, ու եթե չլիներ նամակագրությունը, շատ բաներ չէինք իմանում։ Մի ամբողջ տարի անց հավայնորից, երբ բանաստեղծը ծրարը փոստարկղը գցեց, շնորհավորելով իր սիրելի Սուլկայի ծննդյան օրը։ Սուլկա, սիրելիս, եւ ահա վերջապես այսքան ամիսներ հետո ես գրում եմ քեզ, իմ հարազատ, իրական ու անիրական, ինչպես երկինքը։ Շնորհավորում եմ ինձ քո ծննդյան օրվա առթիվ, եւ սրանից էլ առաջ շնորհավորում եմ երկրորդ ծննդյանդ, մայիսի 7-ի առթիվ։
Ինչից սկսեմ իմ մանկիկ։ Իհարկե վերստին նրանից, որ քո բոլոր կասկածներն անհիմն են։ Ես սիրում եմ քեզ, նույնիսկ մի քիչ ավելի ու քնքուշ, քան առաջ։ Ես քեզնից հետո ոչ մեկին չեմ սիրել, քանզի քեզ եմ սիրում։ Սիրում եմ իսկապես, անշրջադարձ, ծեծված խոսքով, հավերժ։ Ես զգում եմ այն ամենը, ինչ դու։ Տարբերությունը միայն այն է, որ դու ավելի ուժեղ ես ինձնից։ Ես ուժ չեմ գտնում քեզ գրկելու, իսկ դու իմ լավ եւ ուժեղ ամեն անգամ բռնում ես ձեռքիցս եւ ես շատ ու շատ երախտապարտ եմ քեզ դրա համար։ Պարուրի միջոցով հայկական ամեն ինչը նրան հետաքրքրում էր, ամեն ինչը նրա համար հարազատ էր, կարծես թե սուրբ էր եւ ամեն տողի մեջ գրախոսականի զգացվում էր նրա, այսպես ասած, սերը Հայաստանի նկատմամբ, թերևս Պարուրի նկատմամբ։ Այդ ընթացքում Պարույրի ու Սուլայի միջև նամակագրությունը դարձյալ վերականգնվեց։ Բանաստեղծը Սուլային գրում էր Կիրովականից, Չանախչիից, Դիլիջանից եւ Երևանից։ Այդ օրերին էր, որ նա գրել էր այսպիսի տողեր. Ես հոգնել եմ շատ, ու կան վայրկյաններ, երբ ես ասում եմ, «Էլ քեզ չեմ սիրում»։ Սակայն ասում եմ, այնքան մտքիս մեջ ասես կողքիս ես եւ լսես պիտի։ Իսկ մեզ 7 միլիոն մետր է բաժանում, ու մինչև անգամ, եթե դու լսես, միթե կլինես այնքան միամիտ, որ ինձ հավատաս։ Սուլան իրոք որ միամիտ չէր, որպեսզի հավատար, թե Պարույրն իրեն չի սիրում։ Այդ ջերմ ու մաքուր սերը անհնար էր, որ մի տարում կամ անգամ տասնամյակում անհետ կորչեր, սակայն պետք է բանաստեղծություն դառնար եւ անմահանար։ Մեծերին իրենց կյանքի այդ ձևի մեջ պիտի տեսնել, որովհետև մեծերը ազատ մարդիկ են, եւ եթե ազատ չլինեն, իրենց ստեղծագործության մեջ էլ այդ ազատությունը չի երևա։ Ինչու մենք ստեղծագործության մեջ ազատությունը գնահատում ենք, բարձրացնում ենք, այսպես դրվատում ենք, բայց երբ գալիս է անձնական կյանքին, մատ ենք թափ տալիս։ Չի լինի։ Ժամանակն է, որ մենք մեր գրողներին լիարժեք ու ազատ նայենք, չկաշկանդվենք եւ նրանց էլ չհարմարեցնենք ոմանց փոքր չափերին կամ չափսիկներին, մեծերին մեծ աչքով պետք է նայենք։ Օրեր շարունակ բանաստեղծը շրջում էր ձեռքին մի թուղթ, որի բովանդակությունը միայն իրեն էր հայտնի, ու մեկ էլ հեռվում տանջվող Սուլամիթային։ Ըստ էության թղթի այդ մեկ էջի վրա անսահման սեր կար։ Սովորության համաձայն Սուլան նամակը սկսել էր այսպես. «Թանկագին իմ սատանի ճուտ»։ Հետո նամակի վերջում կարդում ենք. «Ես միշտ սիրում եմ քեզ, իսկ վերջերս քիչ մնաց խելքս թռցնեի։ Դա այն ժամանակ, երբ դու ինձ հետ խոսում էիր ստուդիայից քո բոլորովին անհասկանալի լեզվով։ Այն հազարավոր առավոտներից մեկն էր, երբ ես միացնում եմ ռադիոն եւ այնուամենայնիվ լինում են հեքիաթներ։ Իսկ ես լսում եմ ու լալիս։ Հետո իմ աշխատակիցներն ասացին. բանաստեղծությունից չեն լալիս։ Ով գիտի ինչից են լալիս։ Քո եւս մի նոր տարին շնորհավոր, իմ առաջին եւ վերջին։ Քո նամակները բացահայտ կորչում են, նոր հասցե ուղարկիր։ Քո Ս. Տպագիր մի անշուք նամակ կարող էր փոխանցել այնքան երջանկություն, որպեսզի կուզեր տեսնել Սուլան։ Դեկտեմբերի սկզբին անխախտ ճշտապահությամբ Սուլան հեռագրեց Պարույրին. «Իմ սատանի ճուտ, նորից եկավ դեկտեմբերը։ Հոգիս տխրամած է, կարծես ամառ չի լինում աշխարհում, եւ իսկապես ամառ չի լինում։ Շնորհավորում եմ քեզ 7-րդ տարեդարձի առթիվ, 7-ը լավ թիվ է, նամակ եմ ուղարկում։ Իմ կողմից ամբողջ տրտմությամբ համբուրիր Էմմային եւ ուղարկիր ինձ մի որևէ դասագիրք, հայերեն գրել կսովորեմ։ 1964 թվական դեկտեմբերի 2»։ Խոսքը սիրո ծննդյան մի նոր տարեդարձի մասին էր եւ այս առթիվ Սուլայի լավագույն նվերն այն եղավ, որ նա այսուհետ Պարույրին գրեց նամակներ հայերենով։ Քեզ եմ ուղարկում այն ամենը, ինչը միայն կարող եմ, ամեն ինչ, իմ երջանկություն, իմ երգ, իմ սիրելի ցավ, համբուրում ու գրկում եմ եւ այլն։ Քո Ս. Անչափելի ու անհետացող ինչ-որ բան, ամպերից էլ հսկա, բռնկումներով ու գաղտնիքներով լցված, դա հիշում եմ։ Շնորհավորում եմ գարնանային արթնացումն ու թարմացումը, սատանի ճուտ։ Ես կխմեմ մեկ ուրիշ անգամ, արդեն կեսօր է, բայց ես դեռ փաթաթում եմ իրերը, որպեսզի դու ինձ լսես ու ես տեսնեմ քեզ։ Շատ բաների, ամեն ինչի մասին ես պատմում եմ քեզ։ Ապրում եմ ծանոթներիս մոտ, նրանք տանը չեն լինում եւ ես մշտապես մենակ եմ։ Դիմացը փոքրիկների աշխարհ գալու պալատն է, սպասումով, տագնապով եմ նայում դրա պատուհանին։
Այնուհետև Սուլան նամակը շարունակում է արդեն ռուսերենով։ Որքան ջանք պետք է պահանջվեր Սուլայից կարճ ժամանակում հայերեն սովորելու համար, սակայն հանուն պարույրի նա այդ արել էր։ Նա ցանկանում էր իր սիրելիին հազարավոր կիլոմետրեր հեռու երջանկության պահեր պարգևել, ինչն էլ նրան հաջողվել էր։ Նամակների հետ կա նաև մի ընդհանուր տետր, որ ես երևի շուտով կհանձնեմ թանգարանին, որտեղ պարույրը Սուլամիտային ըստ երևույթին սովորացրել է հայերեն կարդալ գրել, տառերն է սովորացրել։ Մի ամբողջ տետր, ընդհանուր տետր, ուսուցողական, այսպես տետրակ է, որ մասունքի պես պահում եմ, որ շուտով կհանձնեմ թանգարանին։ Սևակի մահից 7 տարի հետո միայն Սուլամիթան եկավ Հայաստան։ Նա տարիներ շարունակ խուսափում էր այդ համարձակ քայլից։ Չանախչիում տան դռների մոտ սևազգեստ ու ծեր մի կին էր նստած։ Սուլան ճանաչեց, դա Սևակի մայրն էր։ Երկյուղացությամբ մոտեցավ նրան, մատները սեղմեց նրա ձեռքերին։ Հետագայում Սուլան պետք է գրեր մի նամակ, որի պատասխանը բնավ էլ չէր ակնկալում։ Եվ ես համբուրեցի դրանք քո մոր ձեռքերը։ Եվ միայն այդ ժամանակ եկեկացի։ Ձեռքերը դրված էին ծնկներին, ոչ թե ձեռքերը, այլ ձեռիկները։ Բայց հանկարծ ես ամբողջությամբ անզգայացա։ Դրանք քո ձեռքերն էին։ Պարույր Սևակը Չանախչիում էր։ Այստեղ էր, որպեսզի անցկացներ նոր տարվա տոները, ինչպես նաև ամբողջ ձմեռը։ Սուլան ամանորի գիշերը պարույրից ստացավ հետևյալ երկտողը՝ 1 հունվարի 1966 թվական։ Թողմաները 7 անգամ վառվեն քո գլխավերևում։ Մարիա, սրբությունը չի սպանվում, իսկ ես քեզ հետ եմ, ինչպես այսօր, այնպես էլ միշտ։ Ժպտա ինձ։ Այս 4 տասնամյակի ընթացքում Պարույր Սևակը եղել է ապրողների մեջ, կենդանի բանաստեղծության մեջ է եղել։ Ամբիոններից, բեմերից, հեռուստատեսությամբ, դալիչներում, եթերում, խոսքի մեջ, գրականագիտության մեջ, գեղարվեստական ելույթների մեջ նա միշտ այսպես ապրող, ներգործող անուն է եղել։ 6-7 մայիսի 1966 թվական։ Սուլկա ջան, հարազատս, գրում եմ Չանախչիից։ Եղանակը հանկարծ փչացավ, արդեն 3-րդ օրն է, հեղեղ է ու կարկուտ, կարկուտ է ու հեղեղ։ Սիրտս այնպես է ճմլվում, որ ահա բարձրաձայն կաղաղակեմ, Սուլկա, արդեն երեկո է, սարսափելի տխուր եմ։ Ահա հսկա տան մեջ ես մենակ եմ, ծնողներս քրոջս մոտ։ Գրիր հարազատս, թե երբ կունենաս ժամանակ ու տրամադրություն, սիրիր ինձ, քանզի ես սիրում եմ քեզ ու կսիրեմ, քանի դեռ ապրում եմ, համբուրում եմ քեզ ամբողջությամբ։ Սևակը մի հայտնի բանաստեղծական տող ուներ, ասում է, ես չեմ ամանչում սիրո համար։ Եթե Սևակն ինքը չի ամանչում, ապա կարիք չկա, որ մյուսները Սևակի փոխարեն փորձեն ամանչել ու նրան բարոյախրատական ինչ-որ դասեր տան։ Մյուս կողմից մենք նորից եմ ասում, մենք պետք է մի քիչ այլ աչքով նայենք մեծ մարդկանց։ Նրանք այլ չափումների մեջ են, ապրումների, զգացմունքների, մարդկային հարաբերությունների այլ շերտերի մեջ են։ Սուլամիթայի ծննդյան օրը Պարույր Սևակը հեռագրեց նրան։ 17-ը 5-րդ ամիս 1966 թվական։ Մայրդ քեզ ծնել է, չիմանալով, որ դու անմահ ես, իսկ ես գիտեմ, ես քեզ այնպես եմ սիրում, որ համբերելու ուժ չկա։ Սուլամիթան արդեն երկար ժամանակ չէր գրում։ Սուլայի լռությունը խռովել էր Սևակի հոգին ու բանաստեղծը հերթական նամակում խոստովանեց։ 1968 թվական գարուն։ Սուլկա ջան, Սուլկա, կարելի է մտածել, որ մենք այլևս իրար չենք սիրում, ամիսներով լռում ենք, բայց չգիտեմ դու ինչպես, սակայն եթե ինչ-որ մեկը համարձակվեր ինձ ասել այլևս չես սիրում, ապա ես նրան կսպանեի։ Պարզապես էլ ուժ չկա, եւ նամակ գրելն էլ մի հսկայական տառապանք է։ Պարկած եմ հոգնած ու հիվանդ, եւ ժամերով զրուցում եմ քեզ հետ, շոյում եմ քեզ, ասում եմ ամենաջերմ ու քնքուշ բառերը։ Դժգոհում ու սիրում եմ, հանդիմանում ու ներողություն եմ խնդրում, խանդում ու ափսոսում եմ, սակայն գրիչ վերցնել այդպես էլ չեմ կարողանում։ Ես շատ եմ հոգնում այս հեռավոր սիրուց,
այս քարե թախծից։ Սուլամիթան մեկ անգամ էլ է եղել Հայաստանում, դա արդեն Սևակի մահից հետո։ Եթե չեմ սխալվում, 98 թվականին համամիությունական կինոփառատոն էր անցկացվում այստեղ։ Սուլամիթան այդ ժամանակ ապրում էր մեր Բալտիկայում, այնտեղ էկրան ամսագրի թղթակիցներ օգտվելով այդ հանգամանքից նա պատվիրակության կազմում գալիս է այստեղ, բայց երբ հանդիպումներից մեկի ժամանակ իմանում է, որ այնտեղ ներկա է Արարատի շրջանի ռայկոմի երկրորդ քարտուղարը, խնդրում է նրան իրեն մեքենա տրամադրել, որպեսզի ինքը անպայման այցելի Թաղման գերեզման սովետաշեն գյուղ, մեկնում է այնտեղ, կանգի առնում են վայրում, որտեղ ավտովթարն էր եղել, ինձ գրել էր, որ մինչև հիմա իր մոտ քար կա, որի վրա Սևակի արյունն է, որ Սևակի ծանոթներից մեկն է փոխանցել նրան այդ վթարի վայրից վերցված։ Նոր տարվա գիշերը Պարուհի Սևակը դարձյալ գրիչ վերցրեց ու գրեց. Լիտվա, Վիլնյուսի փոստատուն, Ծպահանջ Սուլամիթային։ Ոչինչ չի փոխվել։ Սրանով հանդերձ էլ շնորհավորում եմ քեզ հարազատս, իսկ լռում եմ այն բանի համար, որ թանակը չորանում է կարոտից։ 1-ից 5 րոպե պակաս կխմեմ իմ անկրկնելիի համար, քո П։ Սևակի սերն այլևս Հայաստան չեկավ, իսկ 1980 թվականին ընտանիքով մեկնեց իր նախնիների երկիրը Իսրայել։ Սահմանահատելի Սուլամիթայի ճամպրուկում մաքսավորները նկատեցին բազմաթիվ նամակներ, սևագիր էջեր և էլի մի շարք հնաբույր իրեր։ Դա ուղեբեռ չէր, այլ ժառանգություն։ Դա մեծ ու անավարտ սիրո պատմությունն էր։ Վերջին հեռագիրը Սևակը ուղարկեց Սուլայի ծննդյան օրը 1971 թվականի մայիսի 16-ին։ Հարազատս, շնորհավորում եմ տոնի առթիվ։ Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր այս տոնի մասնակիցը։ Արձագանքիր, ինչքան կարելի է լռել, միշտ նույնը։ Այս նամակից 1 ամիս անց տեղի ունեցավ ամենասարսափելին։ Ավտովթարի հետևանքով Չանախչի Երևան ճանապարհին վախճանվեցին Պարուհի Սևակը և կինը Նելին։ Այս ողբերգությունից 1 օր անց Սևակի մտերիմ ընկերներից մեկը, ով Մոսկվայում էր, մտավ գլխավոր փոստատուն, որպեսզի Երևան զանգահարեր։ Երբ զանգ տվեցի մերոնց ու հարցրեցի, թե ինչ է պատահել, նրանք պատմեցին ողբերգության մասին։ Եվ այնպես ստացվեց, որ հենց ինձ վիճակվեց զանգահարել ու այդ մասին ասել Սուլամիթային։ Սուլամիթան լսեց, այնուհետև կարճ դադար։ Նորից ինչ-որ բան, որ խոսք չէր արդեն, այլ խուլ հեկեկոց և քար լռություն։ Այսօր, մահից 40 տարի անց, պիտի դառնանք ու փառաբանենք նրան, նրա գործը, նրա անունը, նրա տեսակը, սխրանքի պատրաստ մարդու տեսակը, որի նմանները դժբախտաբար գնալով նվազում են, վերանում են և հարմար լողականությունը դառնում է ոչ միայն հանրային կյանքի, այլև գրական կյանքի ձև։ Տխրության ու վշտի պահերին հաջորդեց Սուլամիթայի խոստովանանքը։ Ես գրում եմ քեզ։ Ես հոզգում եմ, որ գրում եմ քեզ ճիշտ այնպես, ինչպես գրել եմ 10 տարի առաջ։ Կարծես թե դու լսում ես ինձ հենց այս րոպեին։ Արդեն 5 ամիս է անցել, ինչ դու չկաս, դա հայտնի է։ Ինձ մոտ նկար կա, այնտեղ քեզ տանում են ձեռքերի վրա բազմության առջևից մարդկանց միջով, այսինքն դու չկաս։ Ես ախր դա գիտեմ, բայց ինչպես չկաս, երբ դու կաս։ Այսօր երեկոյան, երկրորդ ձյունոտ երեկոն, ես բելոչկային չմուշկներով մանածեցի մեր ստանդարտ տների շուրջ և դու երևացիր ու անհետացար խոհանոցի պատուհանից։ Ու դեռ երկար շարունակվեց այդ տեսիլքը, քո դեմքի, շուրթերի, ճակատի, աչքերի, հոնքերի, դեմքիդ խորշոմների ու նաև մտահոգ արտահայտության, որն այսպես հստակ վերակենդանացավ իմ ներսում ինչ-որ տեղ։ Դու ամբողջությամբ չես մեռել, դու ապրում ես այլ վայրերում, փախել ես, ինչպես երազում էիր այդ մասին, ամենքին հետևում ես, միայն թե ձեռք չես տալիս ու քեզ մոտիկ չես թողնում։ Սուլամիթանն այսօր էլ ապրում է, ասացի, Իսրայելում, ընդ որում իր երկրում շատ նշանավոր գրականագետ է, հրապարակումներ ունեն, գրքեր ունի տպագրված շատ հայտնի, որոնք թարգմանվում են տարբեր լեզուներով, նաև պատկերասրահի տնօրենի կարգավիճակ ունի, այնտեղ ռուսական արվեստի պատկերասրահ կա, որտեղ տնօրենում է։ Երկու
զավակներ ունի, մի աղջիկ, մի տղա, աղջիկը Բելան ապրում է Գերմանիայում, դիզայներ է, մի ահագին հայտնի ֆիրմայում, տղան զինվորական է, Ռաֆայելի անունը, նույնիսկ այս վերջին իսրայելյան պատերազմների այսպես մասնակիցներից է, ամուսինը ինժեներ է, մի խոսքով սովորական ընտանիք, իրենց կենցաղային հոգսերով ու ասեմ նաև, որ 1-2 տարի առաջ Սուլամիթյան Իսրայելում կազմակերպած հավաքներից մեկի ժամանակ, որը նվիրված էր հայոց ցեղասպանության ճանաչմանը, շատ լավ ելույթ ունեցավ, պահանջեց իր երկրից, իր երկրի քաղաքացիներից ի վերջո ճանաչել հայոց ցեղասպանությունը եւ հենց այդ միջոցառման ժամանակ նաև հիշեց Սևակի անլռելի զանգակատում պոեմից հատվածներ արտասանեց։ 1991 թվականին Հայաստանում տպագրվեց Սուլամիթայի բաց նամակը։ Դուք գիտեք, որ ես դեռ ողջ եմ։ Ոչ երկերկոցի բանաստեղծի սիրած, բանաստեղծին սիրահարված Սուլամիթան, բայց այնուամենայնիվ ողջ եմ։ Ես արդեն պարույրից տարիքով եմ։ Այդքան ժամանակ նա էր ինձնից մեծ։ 1967 թվականին ես մարգարեաբար գրել էի նրան, որ ինքը ջահելանում է, ես ծերանում եմ։ Իսկ ժամանակն անցնում էր առանց մեզ։ Հասկանում էի արդյոք ինչ եմ գրում։ Նրան մնացել էր 4 տարի։ Սուլամիթան այսօր ապրում է Իսրայելում, ամուսնու եւ զավակների հետ։ Արվեստագետների եւ գրականագետների շրջանում նա արդեն հայտնի անուն է։ Հայրենիքում նրան կոչում են Շուլամիթ Շալի։ Իսկ եթե հանկարծ ստացվում է այնպես, որ ինչ-որ մեկն անզգուշաբար փորձում է տիրանալ Սուլամիթայի սրտի գաղտնիքին, նա պատասխանում է. Ես նորից եմ կրկնում, այդ աղջիկը վաղուց չկա։ Ես արդեն ուրիշ մարդ եմ, ով երբևէ ճանաչել է նրանց երկուսին, Պարույրին եւ Սուլային։ Ես քնքշությամբ եմ հիշում նրանց, քանի որ այդ աղջկա սերն առաջինն էր, մաքուր ու անմեղ, իսկ նրանը վերջինն էր, իմաստուն եւ ուժգին։ Այդ սիրո մեջ ջերմանում էին նաեւ ուրիշները։ Այսօր այսքանը, մի շնորհանդիպում։